ինչպես արդեն նշվեց իմ գործընկերների կողմից, այսօր քաղաքապահարների շարքում պայմանական եւ ուղիղ իմաստով առաջնագծում Նարեկ Սամսոնյանն է, որը պայքարի վերջին միջոցի է դիմել, ծայրահեղ միջոցի, վտանգելով իր առողջությունը, վտանգելով իր մերձավորների առողջությունը նաև, որտեղ այդ ստրեսը, ապրումները, որ ընտանիքի անդամները ունեն, եւ ինձ ամենաշատը հուզում է այն անտարբերությունը, որ այս իշխանությունը ցուցաբերում է մարդու կյանքի հանդեպ։ Ինչքան էլ բյուրոկրատական ինչ-որ կարգավորումներ մեջտեղ բերեն եւ այլն, երեք բոլորը հասկանալով, որ եթե այդ ադապտացիոն փուլի հիվանդանոցում չիրականացնեն Նարեկին նախապատրաստելու համար վիրահատության եւ նրան հետ վերադարձնեն բանտ, մարդը շարունակելու հացադուլը, շատ անհոգ կեցվածքով, այդ անտեսելով մարդու կյանքի կարևորությունը, գերակա լինելը, անտեսելով մարդու իրավունքները, համոզված եմ Եվրոկոնվենցիայի բազմաթիվ նորմեր, մարդուն էլի հետ տարան եւ կարծեմ թե այս պահին քիչ հետո իհարկե պարոն Ֆիդանյանը կասի նորություն էլ չունենք կամ եթե ունենք առայժմ ինձ հայտնի չի, այսօր մեր քննարկմանը մասնակցում է Անուշ Պողոսյանը, Տիկին Պողոսյանը առողջության իրավունք հասարակական կազմակերպության ղեկավարն է, բացի Տիկին Պողոսյան, բացի քաղաքական, իրավական եւ այլ խնդիրներից հատկապես Նարեկի պարագան, չնայած մյուս կալանավորները էլի սահմանափակումների մեջ են, որտեղ կալանքի այնպիսի բան է ճիշտ ասվեց, որ մարդու առողջության վրա շատ մեծ ու բացասական ազդեցություն ունի, բայց հացադուլի պարագայում դա սրվում է բնականաբար, այ ինչ խնդիրներ կարող են առաջանալ, որտեղ են խախտվում Նարեկի արդեն բուժում ստանալու իրավունքը կամ ինչպիսի պրակտիկա է հայտնի։